Բարի առավոտ էլի բարեկամներ, այսօր երկուշաբթի է, շաբաթվա առաջին օրը եւ նորից առիթ ունենք տիրոջմով ընձեռված այս օրը օգտագործել կամ օրը սկսել տիրոջ խոսքով, որը մեզ անպայման մինչև օրվա վերջ ես վստահ եմ, որ հավատում եմ, որ հաջողությունը 100-ից 100-ը Եթե Աստծո խոսքը ունենք մեր սրտի մեջ, իսկ դա ամենօրյա գործողություն է, դա մեկ անգամյա բան չէ, ընդմիշտ մտքի սրտի մեջ ընթերցելու, խորհելու, մտածելու, վերլուծելու եւ դրա արդյունքում անպայման հաջողությունը 100% է, դա ես չեմ ասում, դա ասում է Աստծո խոսքը, ասում է նաև Դավիթ մարգարեն եւ նա նման է ջրի ճամփաներում տնկված ծառի, որ ժամանակին պտուղ է տալիս, նրա տերևը չի թառամում եւ ինչ որ անում է, հաջողվում է նրան։ Այսօրվա մեր հյուրն է մեզ էլի Գառնիկ Աբրյան եղբայրը, նա Արցախի ավետարանական մկրտական եկեղեցու հովիվն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քեզ Գառնիկ եղբայր, որ եկար եւ այս հրաշալի առավոտը միասին պետքա վայելենք։ Նամանավանդ այսօրվա թեման, որ շատ սիրում եմ եւ մի թեմա է, որի մասին կարիք ունենք խորհելու, մտածելու։ Թույլ տուր միտք ասեմ այս թեմայի շուրջ եւ հետո խոսքը քեզ մի այսպես ուրեմն մի խափնվեք հարց եմ ուզում ուղեմ Գառնիկ եղբայր ընդհանրապես նկատում եմ որ այս թեմայի շուրջ ես էլ ժամանակներ մտածել եմ ընդհանրապես մարդու բնույթի մեջ հակում կա խափվելու եւ խափելու նաեւ խափելու ինչու խափնվելու պահանջ կա խափնվելու խափեք ինձ որովհետեւ Ես դրա կարիք ունեմ։ Մի տեսակ դրա մեջ կարող ենք ասել, որ պատրանքներ կան, այսպես ասած, երևույթներ, անգամ ռեկլամներ, այսպես ասած, իր մեջ այդ որովհետև պահանջ կա խափելու եւ խափելու ուրեմն ես իմ մոտ գրել եմ պահանջ եւ առաջարկ եթե կա պահանջ խափվելու ուրեմն խափելու հնարավորությունը շատ մեծ է չգիտեմ կարողացա միտքս արտահայտեմ թե չէ ես չգիտեմ թեմայի մեջ է թե ոչ բայց սիրով լսում ենք քեզ ես նախքան մեր թեմային անցնելը ուզում եմ առիթից օգտվելով 3 բանից մեր երկրում կանանց միամսյակի հայտարարված Ճիշտ, մոռացել եմ։ Ընդհանրապես այդպիսի ես գիտեմ վեճեր կան մեր ոմանք ասում են դա քրիստոնեական է, քրիստոնեական չէ։ Մարտի 80 հետքինն է, սա այնա եւ այլն։ Ես ուղղակի առիթից ուզում եմ օգտվել եւ մեր սիրելի քույրերին, մեր սիրելի մայրերին, մեր սիրելի հարսներին, մեր սիրելիներին, առանց որոնց կյանքը դադարք զնդան է լինելու, ուզում եմ իմ սրտից ջերմ խոսքերը ասել գիտես այսօր առավոտ մտածում էի կանանց մասին ու Ադամին երբ որ Աստված ստեղծեց եւ ամբողջ դրախտը դրեց նրա ոտքերի տակ մեկ Ադամը չբավարարվեց մենակ է ամբողջ այդ կենտանական աշխարհը բերեց ինքը անուններ դրեց ինչքան սիրուն կենտաններ կային հետո ասեն վայրի չէին այդ կենտանները հետո իրանք վայրենացան նորմալ կարգին ոչ մի բանով Ադամը չկարողացավ բավարարված գալ իրար ամբողջ դրախտը նորից եմ ասում ոտքերի տակ էր դրած եւ այլն եւ նրա վրա գրված է քուն բերեց եւ նրա կողից եւ այն սարկեց նա որ ստեղծել է Ադամին ինձ է ստեղծել քեզ է ստեղծել եւ այդ ճաշակ հասկացողությունը որ ասում են մարդու մեջ տրված է ինքն է տվել այդ ճաշակը եւ ինքը գիտեր ինչը կբավարարի նրան եւ երբ որ Եվային բերեց նրա մոտ ինքը ուրախացավ եւ ասեց ահա սա ոսկորին ոսկորից է եւ մարմինի մարմնից է սրա անունը կինքը կոչվի եւ այլն բայց միտք եմ ուզում ասել սիրելի քույրեր ջան սիրելի մայրեր ջան որ մեր վիճակը դեպի կանանց այսպես պահով ավելի բարձր է Ադամից այն պահով որ կանանց մեջ տարբեր լիքը լավ հատկություններ կան որ Աստված դրել է Ադամը չգիտավ ինչ է մայրական սերը Ադամը չտեսավ մայր չուներ հա մենք տեսանք թե ինչ է մայրական սերը եւ դա մի այսպես զորավոր չգիտեմ ինչ բառ ասեմ, հա, որ ինչքան մեծ մտածող մարդիկ
անդրադարձել են այդ սիրուն։ Եվ ինչքան երկեր կան մայրական սիրո մասին, երկեր ու ոտանավորներում աչքերը չեն թրջվել, օրինակ, նենց բան ասեմ, որ բոլորը գիտեն, Իսահակյանը ունի ոտանավոր, հա, որ անդառներում աշնան թափուր, երբ թացխավարն է իջնում, երբ տաշտերում մերգ ու տխուր, չեմ ուզում այդ մինչև վերջ ասել, ինչի մասին է, ասում է չգիտեմ երբ եւ որ շենում իրեն հարսի որդուկով, մի խեղճ պարավ մայր էր կենում ծանրագանչ կույր աչքով, հա, ու հարսը ասում է ով ասում էր հարսնամեն օր սենց նենց եւ այլն դար մորդ կորցրու մի խոսքով ասում է հիշում ես այդ բանաստեղծությունը ասում է թշվառ մարդ էր վերցրեց մորը մի օր հա սկզբից վիճեց կնոջը ճուզեց եւ այլն այդ ցուրտ աշնան քամուն դրեց մորը պարգի մեջ եւ տարավ ասում է անդարի այն խորը տեղը եւ պարգը իջեցրեց մի ծառի մոտ Ետ դարձավ որ կարտուն ասում եմ մորցեն հասավականջին Էրտ ասպարով աստված քեզ հետ ոտքդ քարին թող չգա տղոն ասեց հետո վերջում ասում է տղաս վերցրու պարգը քեզ հետ պարգը տանը պետք է գա այդպիսի սեր է մայրական սերը եւ Աստված որևէ տեղ իր սերը որևէ բանի հետ չի համեմատում միայն մի տեղ Աստվածաշնչի մեջ ես գիտեմ որ ինքը իր սերը համեմատում է մայրական սիրո հետ ինչ է ասում է կմոռանա արդյոք մայրը իր կատնակեր մանուկին ոնց է հասկում մայրը իր կատնակեր մանուկին եւ հետո ասում է եթե նա էլ մոռանա ես չեմ մոռանա բայց դրա հետ համեմատում է որովհետև ինքն է դրել այդ սերը նրանց մեջ եւ գիտի թե դա ինչ սեր է դրա համար շատ շնորհակալ ենք մեր մայրերից շնորհակալ ենք մեր քույրերից թող Աստված ձեզ օրհնի որ դուք իրոք այն պատկերը որով ստեղծված եք քույրիկներ ջան մայրեր ջան իրոք ձեր կյանքը թող լուր քարոզ լինի բոլոր ձեր շրջապատում մարդկանց համար Աստված շատ հզոր է Գարնիկ եւ բայց իրոք արժեր այս խոսքերը այսօրվա մեր քույրերի տոնի հենց համահունչ խոսքեր էր հիմա կանք մեր թեմային որ մի խապնվիկ այդպես ենք վերնագիրը դրել ես ուզում եմ կարդալ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխից մի քանի խոսքեր եմ ուզում կարդալ որովհետև մեր ժամանակաշրջանը իրոք այսպես արյունահեղությունների ժամանակաշրջան է, պատերազմների ժամանակաշրջան է եւ այս միտքը ծագել է գլխիս մեջ, ասի որ այս վերջերս Ուկրաինայում էին դեղել է պատերազմ, հա? Եվ մարդիկ հարցնում են եւ մեր մտքերի մեջ են առաջանում այդպիսի հարցեր։ Օրինակի համար տեսեք որ այնտեղ ենք խոսում ենք, էլի ասենք 4 տարից անցավ արդեն, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև այդ ահավոր պատերազմը գնում է։ Երկուսն էլ մեծ քանակով ժողովուրդներ են, ռուսները եւ ուկրաինացիները։ Ես չեմ խոսում եմ մասին, որ նույն արմատները ունեցող ժողովուրդ են, սլավոնական ժողովուրդներ են, եղբայրական ժողովուրդներ են, լեզուները նույնն է համայրա եւ այլն եւ այլն։ Ուրիշ բան եմ ուզում ասել։ Այս 4 տարիների ընթացքում եւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում չեմ ասի հազարավոր միլիոնավոր հավատացյալներ աղոթում են որ պատերազմը կանգնի բայց պատերազմը ինչպես գնում էր այնպես էլ գնում է սա մտածելու առիթ է տալիս հա որովհետև այսօր ասենք խոսքի այդ հրաշագործ քարոզիչներ են դուրս եկել հավաքում են մարդկանց հայտարարություններ են կրում արեք մենք ես շատ գիտեմ են հիվանդանոցի բաներ կան բաժիններ կան քիթ կոկորտի բաժին ես ինչ գիտեմ սրտաբաններ ուրիշ տեսակի ամեն հիվանդություն իր բաժինը ունի այստեղ էլ ամեն հիվանդությանը հրաշք գործող քարոզիչներ կան էսի հա սրտի հիվանդության աղոթողն է էսի թոքերի հիվանդության չգիտեմ ինչ եւ այլն ասես եթե այդպիսի մեծ հրաշագործներ եք մոտ աղոթ կարեք այդ արյունահեղությունները թող կանգնեն եւ այլն հիմա ինչ եմ ես ուզում ասեմ ինչի եմ ես ամենը ասում մեր Խոսքը այսօրվա հետևյալն է, որ մի խապնվիկ, հա? Այ ես ուզում եմ կարդալ Մատթեոսի ավետարանից Հիսուսի խոսքերը։ Եվ երբ ասես գլուխը 24-րդ գլուխ, 3-րդ խոսքից եմ կարդում։ Մատթեոս 24:3։ Եվ երբ որ նա ցիտենյաց սարի վրա նստած էր, աշակերտներն առանձին նրա մոտ եկան եւ ասացին.
ասա մեզ, այդ երբ կլինի եւ ինչ կլինի քո գալստյան եւ աշխարհքիս վերջի նշանը։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց. զգույշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե։ Ուզում եմ այդտեղ նորից կրկնել, զգույշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե։ Ու ինքն է ասում, որովհետև շատերը կգան իմ անունով եւ կասեն, ես եմ Քրիստոսը, եւ շատերին կմոլորեցնեն, ուշադրություն, պատերազմներ եւ պատերազմների համբավներ կլսեք։ Զգույշ կացեք, նորից ասում է, որ չշփոթվիք, որովհետև ամենը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ, որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա եւ թագավորություն թագավորության վրա եւ սովեր կլինեն եւ մահ տարաժամեր եւ տեղ-տեղ երկրաշարժություններ կլինեն, բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Ուզում եմ սիրելի եղբայրներ, սիրելի քույրեր, այս խոսքի վրա էլ ուշադրություն դարձնեք։ Պատերազմներ եւ պատերազմների համբավներ կլսեք, զգույշ կացեք, որ չշփոթվիք, որովհետեւ ուշադրություն, ամենը պետք է լինի։ Մենք աղոթում ենք, օրինակ դες մեր շուրջն էլ, հիմա էլ մեր հարևան Իրանի հետ սարսափելի պատերազմ է սկսվել։ Ամերիկայի, Իսրայելի այս ամենը պետք է լինի։ Մենք աղոթում ենք Տեր կանգնեցրու։ Ինք ասում է պետք է լինի, մենք ասում ենք պատերազմը կանգնեցրու։ Գիտեք, այս աղոթների ֆոնին Սատանան շատ լավ կարող է մեզ խաբել։ Երբ որ մենք աղոթում ենք, թե ասենք պատերազմ է մեր երկրում, այ մենք էլ տեսանք այդ պատերազմը Ղարաբաղում, ստեղ Հայաստանում եւ այլն, ճանապարհ են փակում, մի տարի բլոկադա էր եւ այլն, եւ երբ որ մենք աղոթում ենք, ասում ենք, ինչ ենք աղոթում, պրիմիտիվ թե ասում ենք, Տեր Աստված, այս ճանապարհը բաց։ Գրված է մազ անգամ ձեր գլխի չի ունի առանց իմ գիտության, այսինքն այս ճանապարհի փակումը իր թույլտվությամբ է։ Այսինքն ինքն է փակել ճանապարհը։ Մենք ասում ենք բաց, ու որևէ բան չենք ուզում հասկանալ, դու ճանապարհը բաց։ Պատերազմը կանգնեցրու, սարսափելի, այո, սարսափելի է։ Այս աղոթների ֆոնին մենք շատ կարևոր բան կարող ենք մոռանալ, մեր հոգու փրկությունը։ Եվ մեր աղոթները կարող են շատ առաքինի թվալ, Տեր Աստված, այսքան մանուկներ են զոհվում, այսքան դժվարություններ կան, այսքան բաներ կան, եւ ուշադրության մեր կենտրոնը պետք է լինի այդ պատերազմը, եւ մենք մոռանալու ենք մեր մեջ եղած այն անիրավությունները, որ մեր սրտերի մեջ է։ Շատ լավ օրինակ է ասածս միտքս ուղագի կարողանամ բացատրել ինչ եմ ուզում ասել։ Երբ որ Հիսուս ավազակների հետ խաչի վրա էր, երկու ավազակներն էլ աղոթք արեցին, կարելի ասել։ Մեկն ինչ էր ասում, փրկի կյանքս, որ ես չմեռնեմ, այդպես կարելի ասել։ Որպեսզի երկար պարակ չասենք, եթե դու Աստծո որդի ես, դե փրկի քեզ, մեզ եւ այլն։ Խափնված էր սա։ Այդ պատերազմում, որտեղ Իրան արդեն մադ էին բարձրացնում, արդեն խաչին էր ինքը, այնքան էր ինքը տարված իր ֆիզիկական կյանքով, դե ես ոչ թե դատելով եմ ասում, ես կարող ավելի վատ պահեմ ինձ, ես չգիտեմ ոնց կարող է լինի, Ուժամ մտքով անգամ չեր անցնում, որ կա ուրիշ կյանք, որ կարելի է տեղափոխվել հավիտենական կյանք եւ այլն, որ կա ուրիշ մի թագավորություն, բայց երկրորդն ինչ ասեց, հիշիր ինձ, երբ որ կաս քո թագավորությունով, դուք զգում եք տարբերությունը, երկուսն էլ մարդ են, երկուսն էլ նույն կարգի մարդ են, երկուսի մասին էլ գրված է ավազակ։ Կարելի ասել մեկը փորձում էր Հիսուսին, իսկ մեկը հավատում էր։ Սրանք տարբեր բաներ են։ Բայց մեր միտքը մենք ուզենք դարձնել, ինչպես է Սատանան խապում փորձությունների, պատերազմների միջոցով, որտեղ նախքան պատերազմների մասին ասել է, ասում է զգույշ կացեք, որ մեկը ձեզ չխապե, այդ պատերազմների ժամանակ, այսինքն չտարվիք դուք այդ թեմաներով, որ հասկանում եք գիշեր ու ցերեկ եկեղեցիներում ասենք խոսքի, ես քո դեմ չեմ որ աղոթում են, բայց մեզ պետք է սիրելի եղբայրներ, քույրեր, հասկանալ Տիրոջ կամքը որն է, Տերը ինչ է ուզում մարդ արարածից։
Եթե ամբողջ աշխարհը ասում է շահի մարդը, բայց իր հոգին Գործանի, հա։ Եթե ես կարողանամ այնպիսի աղոթներ բարձրացնեմ առ Աստված, որ աշխարհի բոլոր պատերազմները կանգնեցնեմ, բայց ինքս մնամ մեղքի ու անիրավության մեջ, Ինչ օգուտ։ ինչ օգուտ ինձ դրանից։ Դրա համար ասում է, որովհետև նորից եմ ասում, դրանք մեր ուշադրությունը այն աստիճան են շեղում դեպի այդտեղ, որովհետև ահավոր է ինքը, դու չես կարող այդ մասին չմտածել, հասկանում ես, որովհետև տեսնում ես, զոհվում են մարդիկ, ջարդվում են մարդիկ եւ այլն։ Եվ այդպես օրինակի համար դες գրված է, կամ թե չգիտեք, որ անիրավներն Աստծո արկայությունը չեն ժառանգի, մի խապնվիկ, գրված է, մեր թեման է դա, չէ, մի խապնվիկ, ոչ պորնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իկացողները, ոչ արուագետները, ոչ կողերը, ոչ ագանները, ոչ հարբեցողները, ոչ դախատողները, ոչ հապշտակողները Աստծո արկայությունը չեն ժառանգի։ Եվ հետո ասում եմ մի քանիսներդ այդպեսին էիք, բայց լվացվեցաք, բայց սրբվեցաք, բայց արտարացաք Տեր Հիսուսի անունով։ Հիմա տեսեք, այս թվարկած ահավոր մեղքերի մասին, որ ասում է մի խապնվիկ, ասում է, եթե ձեզանից մեկը այս մեղքերից մեկի մեջ է, Աստծո արկայությունը չի ժառանգելու։ Հիմա Այս ահավոր պատերազմը ես տեսնում եմ եւ մտնում եմ աղոթքի մեջ, առ Աստված, թե Տեր Աստված, կանգնեցրա այս աղոթքը, այնքան առակինի բառերը կա, ու անկեղծ են իմ բառերս բոլորը, հա, մեղք են այս երեխեքը, մեղք են այս ժողովուրդը, հա, այս անիրավությունները, եւ այստեղ ես մոռանում եմ, ես ով եմ ես եւ ինչի մեջ եմ ես, եւ նույնիսկ այնքան ահավոր է այդ վիճակը, որ իմ, ասենք, շնությունս, որ ես շնացողի մեկն եմ կամ բան, այնքան փոքր է ինձ երևում, այդ ահավոր, ասենք, հրպիրներին, որ նայում եմ, թե ոնց են այրում այդ աշխարհները, ասում եմ, ես ու մնում եմ ես դրա մեջ։ Դրա համար Սուրբ Գիրքը մեզ ասում է՝ մի խապնվիկ, պատերազմներ եւ պատերազմների ձայներ կլսեք, պետք է որ լինի դրանք։ Գարուն եղբայր, ոչինչ որ մի խնդրեմ եղբայր ջան։ Մի ուրիշ տեսանկյունով է, եթե թույլ տաս նկատենք, այստեղ Հիսուսը այս խոսքերի մեջ Մատթեոս 24 եւ 5 խոսքերը շատ կարելի ասել կենտրոնական միտքն է, այն իմաստով, որ Հիսուս ասում է իմ անունով կգան եւ կխաբեն, որ ես եմ Քրիստոսը։ Այսինքն նաեւ իմաստը ինչ է սրա կարծում ես, որ Հիսուս ուզում էր ասել դու պետք է ինձ այնքան լավ ճանաչես, ամեն, որ քեզ չխաբեն, որ ես, որովհետև շատ բարի մարդիկ են գալու, եւ իրանց Հիսուսի տեղը դնում։ Ես ասում, դու տես, այս թոհու բոհի մեջ կհայտնվեն մարդիկ, որ այնպիսի քարոզներ կսկսեն ասել, կապված այդ պատերազմների, որ դու չես կարող չտարվել դրանով։ Շեղվել Քրիստոս կենտրոն կյանքից։ Քրիստոս ոնց ասեմ էլի, այո դու շատ ճիշտ բան ես ասում, Աբրահամ եղբայր, որ ասենք մարդիկ կսկսեն արդեն օգտագործել այս պատերազմները, սատանային հույսը դնել նրանց վրա։ Այո, շեղել, մարդուն շեղել հոգու փրկությունից, գլխավոր նրա նպատակը, որ դու քո հոգու փրկության մասին չմտածես, մնացած ինչի մասին ուզում ես դու մտածես։ Եվ այո, կհայտնվեն քարոզիչներ, որոնք կսկսեն շահարկել այդ թեմաները, շատ գրագետ ձևով, շատ խորամանկ ձևով, շատ լուծումներ տալու ձևով, թե ինչպես անենք, որտեղ լինենք, ու շատ բարի դեմքով, շատ բարի։ Այո, եւ շատ հնարավոր է որ այդպես քարոզելով իրենք էլ խապված լինեն, ոչ թե իրանք եկել են հadouk խապելու մարդկանց, այլ խապվել են արդեն, ընդունել են այդ խապվածությունը, խապեք մեզ։ Այո։ Եվ դրա համար ինչպես անենք, որ չխապվենք, դες օրինակ Երեմիա մարգարեի 23-25-ն եմ կարդում, ասում է, ես լսել եմ, ինչ որ ասում են իմ անունով սուտ մարգարեացող մարգարեները ասելով, երազ տեսա, երազ եմ տեսել, այսօր էլ կան, հա, ասում է, Տերը ինձ ասեց, Տերը քեզ ինչ ասեց, Տերը ասում է, ինչ ասեց քեզ Տերը։ Մեկը կայունես բանը ասում, որ ասեն, Տերը ինչ որ ասելու ունի, ինքը ավետ Աստվածաշնչի մեջ ասի վերջացրել է արդեն, ինչ ասեց քեզ Տերը, եւ դրա համար ասում է, ես այդ տեղը անգիրել գիտեմ, բայց կարտամ էլի, ասում է, նախ ասում է մարգարեն, որը տեղը կասես, չէ։
Հա, ասում եմ Մարգարեն, որի մոտ երաս կա, ասում է, թող պատմե որպես երաս։ Թող չասի Տերը ինձ ասեց։ Հասկանում ես։ Ես չեմ ասում Սուրբ Գիրքն ասում։ Տերը ինձ ասեց, Տերը տարավ, Տերը բերեց։ Երաս ես տեսել, ասա երաս։ Քո միտքն ասա իմ միտքն է։ Երաս եմ Տերն ինձ ասեց որն է։ Շատ ճիշտ է։ Եվ հետո մյուս տեղը Երկրորդ Պետրոս 1:19-ն եմ կարդում, ասում է դուք ունեք ճշմարիտ մարգարեական խոսքը։ Ամեն։ Եվ շարունակություն այսպես ասում է, եւ դուք շատ լավ եք անում, որ դիմում եք նրան, ինչպես մի ճրակի, որ լույս է տալիս մութ տեղ։ Որպեսզի մենք չխաբնվենք, մենք ունենք ճշմարիտ մարգարեական խոսքը։ Որը ճշմարտությունն է։ Այո, ամեն բան ինչը չի համապատասխանում նրա հետ, ինչքան էլ դաժան թվա, որովհետև եթե մեկը եկել է եւ պատերազմից կուսապելու բարի քարոզներ է անում, հա, բրզելու, կյանքդ փրկելու, եւ դու քո ֆիզիկական կյանքդ փրկելու համար շատ ես հավանում այդ խոսքին, մոռանում ես, որ դու մեղքերի մեջ ես, խապնվում ես դու այս ֆիզիկական կյանքդ երկարացնելու ինչ որ մեթոդներ են քեզ ասում եւ դու սրան խապնվելով մոռանում ես քո հավիտենական կյանքիդ մասին։ Գարիկ եղբայր, sense մի հարց շատ հետաքրքիր հարց եմ ուզում տամ։ Կարծում ես, որ այս երևույթները, այս պատերազմները, այս տարօրինակ պատերազմները, ես իրոք ասում եմ, այս տեսակ պատերազմները, ինչ որ հիմա տեսնում ենք, շատ նորմալ չի։ Առաջվանը ուրիշ է եղել։ Հիմա նորմալ չի։ Իրա մեջ հարցեր կա, չեմ ուզում շատ, բայց կարծում ես, որ այս սրանք, որ ասում եմ պետքա լինի այս պատերազմները, նաև գործիք են սրանք, որպեսի բաժանարար կազմի հավատացողի ու չհավատացողի միջև։ Իհարկե։ Սա ցուցիչ է։ Սա արդեն սահման է գծում եւ տարանջատում է հավատացողներին, Քրիստոսին ճանաչողներին եւ չճանաչողներին եւ պետքա լինի կրոնական աշխարհում։ Ամեն։ Ինչի մենք հեռու գնանք, որպեսզի քո ասածը լավ հասկանանք, արի նայենք մեր երկրի մեջ։ Չկա այդ տեսակ բան, չկա այդ տեսակ բաժանումներ։ Կա, շատ հստակ, Facebook մտի կտենաս։ Գիտեք, օրինակի համար ասում են, դու առաքելական չես, ուրեմն հայ չես, արդեն բաժանից, հա? Հայը ազգություն է, իսկ հավատքը համոզմունք է, բայց ամեն դեպքում ինքը ունի իր հետևորդները, չէ՞, ինքը ունի իր հետևորդները ունի եւ այսպես ես նույնիսկ բարեկամներ ունեմ, իմ հարազատ մոտ ազգակից բարեկամներ ունեմ, որ իրանք դիստանցիա են պահում ինձանից։ Մենակ են պատճառով, իրանք ապրում են ոնց ուզում են, հասկանում ես։ Հա։ Մենակ են պատճառով, որ ասենք, ես չեմ գտնվում հայ առաքելական եկեղեցում, որին շատ սիրում եմ եւ անկես խոստովանում եմ երկնքի առաջ, բոլոր մեզ լսողների առաջ, որ իմ կարտացած գրքերի 95%-ը հայ առաքելական եկեղեցու հին աստվածաբանական գրքերն են։ Ես ամեն օր նարեկացուն եմ կարդում, Գրիգոր Տաթևացուն եմ կարդում եւ այլն, հա։ Սա մեծ հարց է, թե ինչ է նշանակումը տեղից ես տեղից, ես չեմ ուզում շեղվենք մենք դրանից, հասկանում ես։ Բայց քո ասածը, որ դու ասում ես, թե բաժանարար գծերը, այո, անք մարդը չունի այս մարգարեական ճշմարիտ խոսքը։ Չի ճանաչում։ Եվ դուք ասում եք շատ լավ եք անում, ի՞նչն եք լավ անում, որ դիմում եք նրան ինչպես մի ճրակի, որ լույս է տալիս մուտքեր։ Օրինակ Հիսուս այս խոսքը ասեց. ճանաչեք ճշմարտությունը եւ նա կազատի, բայց չի ասում ինչից։ Մենք հիմա հասկանում ենք ինչից։ Այո։ Խաբվելուց։ Պարզ բան։ Գիտես, այսինքն չխաբվելու համար մեզ պետք չի որ հասկանանք էսի սխալայինի, դա պետք չի։ Չխաբվելու համար մեզ պետք է ընդհանրապես ճանաչել ճիշտը, օրիգինալը։ Ուզում թակավորեցնել, որ ասում ես մեզ ճանաչելու համար պետք չի սխալները ուսումնասիրել։ Չէ։ Ուսումնասիրել։ Ամեն երկրի մեջ կա, ասենք, անվտանգության հիմնարկներ կան, հա, KGB։ Եվ այդ հիմնարկների մեջ կա փողը հսկելու բաժին, որ հանգարց կեղծ փողերը չմտնեն, հսկվում է այդ։
Ինչ են ուսումնասիրում այդ բաժնի աշխատողները, նրանք չեն ուսումնասիրում տարբեր կեղծ դրամները, նրանք թիվ ու հաշիվ չունեն, նրանք ուսումնասիրում են միայն ճիշտ դրամը, հասկանում եք, եւ որևէ բան եթե չի համապատասխանում ճիշտ դրամի հետ, վերջացավ, իրան հետաքրքիր չի ուսումնասիրել թե այս նրա սխալը որն է, նրա սխալը որն է, այնտեղ ինչ նշան կա, չի համապատասխանում ստանդարտին։ Ստանդարտն ենք ուսումնասիրում, եւ մենք էլ պետք է մենք պետք է ուսումնասիրենք, մենք ունենք ճշմարիտ մարգարեական խոսքը։ Եվ ինձ շատ է դուր գալիս այդ խոսքը, եւ դուք լավ եք անում, ասում է, շատ լավ եք անում, ճիշտ եք անում, որ դիմում եք նրան ինչպես մի ճրակի, որ լույս է տալիս մոտ տեղը։ Այս դեպքում դժվար է խաբելը։ Ինձ կարող է խաբել, օրինակ համար ինձ շատ են խաբել ավտոսարկողները։ Շատ Դու վախով ես չեմ մոտենում, դեսա խաբելու են մի բան։ Ինք շատ խաբել են։ Ինչու՞, որովհետև ինքս չեմ հասկանում, ես այդ գործից բան չեմ հասկանում։ Շատ ճիշտ ես, այո։ Մեզ շատ տեղերում մենք խաբնվում ենք այնտեղ, որտեղ մենք անկիտակ ենք, որտեղ մենք տեղեկություն։ Գարիկ եղբայր, դժբախտությունը կարծում ես նրանում չի, որ խաբվեցինք, այլ նրանում է, որ հաշտ ենք խաբվելու հետ։ Այո։ Դժբախտությունը կարող է խաբվենք, չէ՞, հնարավոր է։ Ավտոսարկողների խաբելով շատ մեծ բան չեմ կորցնում ես։ Խանութում ինձանից ավել վերցնողից շատ բան չեմ կորցնում եւ այլն, բայց երբ ես իմ թանկ կյանքս եմ կորցնելու խաբվելու հետևանքով, որ ես խաբվելու եմ ու չեմ հասկանալու ու չեմ գիտենալու թե խաբված եմ, ես էլ ավելի սարսափելի բան է։ Մանավանդ կրոնական աշխարհում գալի եղբայր։ Հենց այդ մասին է խոսքը, եղբայր ջան։ Որ ով Հիսուսը չի, մենք նրան Հիսուսի տեղ ենք դնում։ Ով օծյալ չի, մենք նրան օծյալի տեղ ենք դնում։ Գրված ասում է՝ մի խաբնվիք, ոչ պորնիկները, ոչ հարբեցողները, ոչ մյուս մեղքեր գործողները Աստծո արկայությունը չեն ժառանգի։ Հիմա ես այդ մեղքերի մեջ եմ, հա, բայց սկսել եմ այս պատերազմների հետևանքով մտնել ինչ-որ աղոթքների մեջ եւ ինձ թվում է թե ես շատ թելադրում ենք Աստծո, չէ՞։ Ինձ թվում է ու ես անկեղծ եմ անում այդ ամեն ինչը, հասկանում ես, աղոթում եմ առ Աստված, Տեր Աստված, այս դաժանությունը վերացրած տեղից, այս հրտիռները թող չմնեն, այս երեխեքը թող չմեռնեն, եւ ինձ դուր է գալիս իմ աղոթքը, ինձ թվում է, որ ես բարի մարդ եմ, որ Աստված հավանում է իմ աղոթքին, բայց ես մնում եմ իմ մեղքերի մեջ, այնտեղ խնդիր չկա, դրանք ես թողնողը չեմ։ Այսի է մի խաբնվիկը պատերազմների ժամանակ։ Գարիկ եղբայր, մի հետաքրքիր հարցել եմ ուզում բարձրացնում, շատ կարևոր է։ Նայ, եթե իմ մեջ հարց չի լուտ, ախր Աստծո ուզածը դա չի, որ մենք խնդրենք Աստծուն, որ ինքը անի էտի։ Աստծո ուզածը դա է, որ մենք դառնանք լույս ու մեր միջոցով բան փոխենք։ Կարծում ես սրանում է, այսինքն աղոթքը Տեր արա, Տեր գնա արա, ես կապ չունեմ, ես ինչ կապ ունեմ, դու արա էտի, ես մեզ այդ ռումբերի տակից մի վարքյան վերցնի, տանի տնի մի հատ ուրիշ տեղ, բայց Աստված ինձ եւ քեզ կամք է տվել, ինձ եւ քեզ իմաստնություն է տվել, խելք է տվել, բանականություն է տվել եւ ինքը դրանից չի ուրախանում, որ մեզ իրի նման էլ այստեղից վերցնի ինտեղ տնի ու ոնց որ դու ես ասում ամբողջը գցենք իրա վրա աղոթում ենք ասում ենք մեր քույրիկը հիվանդ է Տեր Աստված այցելիր մեր այսինչ տատիկին դու ոնց ես պատկերացնում ես միշտ հարցնում եմ ասում եմ մենք ոնց ենք պատկերացնում ոնց այցելելու Տերը բազարը գնալու ապելսին բանա վերցնելու ինչ անելու մեր միջոցով այցելել։ Միանշանակ։ Ուրիշ ձև չկա այցելել։ Եվ աշխարհն էլ է մեր միջոցով փրկվելու։ Մեր խոչեն կարակցի ասում վրա թե դու գնա այցելի։ Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ ասում է եւ ամբողջ ստեղծագործությունը երկրներ չէ, ամբողջ տիեզերքը սպասում է Աստծո որդիների հայտնությանը, որ բժշկվի։ Այո։ Այո, բայց Աստծո որդի լինելը դա նշանակում է լույս, կատարյալ, սուրբ։ Ամեն։ Մաքուր։ Օրինակ, շատ կարևոր է։ Լսել եք, որ ասում են, օրինակ ես հիշում եմ, որ Ղարաբաղում ենք, դեռ փոքրիկ խմբակներ կային, եկեղեցիներ կային, ասում եմ, որ ասում են, մենք պայքարում ենք աբորտի դեմ։ Մեր եկեղեցին պայքարում է աբորտի դեմ։ Ես նայում ես, որևէ բառ չես կարող ասել։ Լավ բան է, ինչ է։ Մենք աղոթում ենք
պատերազմը վերջանա։ Ինչ առաքինի նպատակներ են, աղոթում ենք, որ պատերազմը վերջանա, աղոթում ենք աբորտի դեմ, որ մարդիկ իրանց զավակները դեռ չծնված չսպանեն, այս չանեն, այն չանեն։ Ինչ կարող ես ասել դու, որևէ ինչ դեմ բառ կարող ես, ոչ մի բան չես կարող ասել, հա։ Ու վերջ։ Ուրեմն դու տես, ու շատ անկեղծ ենք աղոթում, ու շատ անկեղծ այդ սկզբունքը դրել ենք եկեղեցու մեջ, որ այդպիսի բան չպետք է լինի, եւ մենք անելու ենք դա, լավ է կարել։ Բայց մենք չենք կարող, դες գրված է կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ, հա։ Այսինքն դրա դեմ, օրինակ մեր մարդկային խելքով այն մյուս մեղքերը այդպես շատ ինչ-որ բան չեն երևում, էլի շատ մեծ չեն երևում։ Սիրելի եղբայրներ, քույրեր, գրված է մի խապնավիկ։ Մի խապնավիկ։ Կորինթացիների նամակից մի բան կարդամ 15:33 մի խապնվիկ որ կներես մի հատ ասես առաջի Կորինթացիս 15:33 մի խապնվիկ չար ընկերակցությունները ապականում են բարի վարքերը մենք աղոթում ենք որ պատերազմը Տերը դադարեցնի բայց այնպիսի մթնոլորտներում ենք մենք կոմֆորտնի զգում այնպիսի ինտերակցիաների մեջ ենք, այնպիսի այլախառն լծագից ենք անհավատների հետ գործերի մեջ։ Եվ մենք որևէ վատ բան դրա մեջ չենք տեսնում։ Բայց կամ այդ մեր ասենք խոսքի անհավատ մարդկանց հետ մեր նիստուկացը, այդ ինչ է, այդ բամբուլի պես մի բան է էլի, ես աղոթում եմ, որ պատերազմները դադարեն։ Մնում եմ ես չար ընկերակցությունների մեջ, բայց հլնայի իմ աղոթքին, հլնայի ես ինչին եմ նվիրել ինձ։ Մի խապնվիկ գրված է, չար ընկերակցությունները ապականում են բարի վարքերը։ Դու երբ որ դնում ես կշերքի նժարդերին քու աղոթքի թեման պատերազմները դադարեցնելու եւ անկեղծ ես աղոթում։ Եվ նայում ես որ մի երկու հոգի, երեք հոգի ընկերներ ունես անհավատ սենց եւ այլն, դու Քեզ նույնիսկ ծիծաղելի է թվում, որ քո կատարած այդ աղոթքի դեմ դա ինչ է։ Մի հասարակ բան է։ Բայց ես չէ որ աղոթում եմ։ Բայց ես հասկանում ես, ես պատերազմներն եմ դադարեցնում աշխարհի։ Անփուչիկ։ Տրամպի նման պատերազմներն է դադարեցնում։ Այդ տեսակ աղոթներին ասում են փուչիկ։ Ինքը շատ մեծ է, գունավոր է։ Երևում է, բայց մեջը օդ է։ Պրոս իմ ամբողջ այսօրվա խոսածածից թեման այն է, ինչ որ մենք աստվածաշնչի մեջ կարդացինք, որ պատերազմների ֆոնին շատ բաներ փոքր են երևում։ Մեղքեր, որ դու օրինակի համար Սա էլ է խապ կան, Ենթադրեք թե ես խապ եմ, սա խոսեմ։ Քեզ խապում եմ, սուտ եմ խոսում։ Երբ որ դու նայում ես թե ոնց են ամերիկական հրթիռները լեցվում Իրանը, ավիրում, եւ ես Աբրամի մի թեթևակի բան եմ խապել, ասենք, դրա ֆոնին հասկանում ես որևէ ինքը անկախ քեզանից դու չես տեսնում դրա մեջ որևէ մեղք հասկանում ես, ինքը շատ է փոքրանում, ինքը շատ է, բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է մի խապնվիկ, մի խապնվիկ, դրանք պիտի լինեն։ Ես կարծում եմ սա շատ Սպես սատանայի նուրբ այդ նախ իր անունը խապեպա է, հա, իծն է, խապեպա է, հենց ինքը ոնց մեզ մեղքի մեջ կստեց խապելով և այն եկավ մոտեցավ, հենց առաջին մեղքը գործվեց խապվելու հետևանքով, հա, մի թե ինչ արեց, ինքը այդ կասկածի թույնը կծեց և այս սրդի մեջ, մի թե ճիշտ ասեց Աստված ասեց, ես կամ պան, Թունավորվեց Եվ թույնը մտավ իր մեջ Գարնիկ եղբայր Ես հիշեցի Հիսուսի այս խոսքը որ ասում է շատերը կգան ու կասեն քո անունով սենց բաներ արեցին այդ մեծ մարդը սիրում է մեծ բաները այն փոքրները Հիսուսը շատ հետաքրքիր բան է ասում է քչի մեջ հավատարիմ լինել Այն մեր պատկերացրած քչի մեջ բայց դրա մեջ դու հավատարիմ եղի մեծ բաների մասին Ինքը հետո կտրվի քեզ բայց քչի մեջ այսինքն եկան ասեց ես չեմ ճանաչում լավ բաներ էին արել չէ կրոնական
մեծ գործեր էին արել, բայց կարծում ես որ այսօրվա թեման նաև սրա հետ կապ ունի։ Ինչ էլ որ անես, ինչ աղոթք էլ որ անես, ես ավելին ասեմ, ինչ բեմեր էլ որ հելնես, հազարավորների առաջ է որ ծառայես, բայց եթե ճանաչողություն չկա Հիսուսի հետ, փոխադարձ, դու կորար։ Հիմա տես, կոպիտ եմ ասում, բայց դու նայ ժամանակագից մենք չենք սիրում անուններ տալ, բայց մեր հայ իրականության մեջ այսօր, հա, այն այ ասենք, ովքեր են ճանաչված քարոզիչները մեր, ովքեր որ քո ասած իրանք մասնագետ են, ասենք ոնց որ մեծ բեմերին լինեն, կոնֆերանսի հետևից, դու չգիտեմ հասկանում ես, եւ sense նայում ես ու տեսնում ես որ երբ որ նայում ես այդ կոնֆերանսներին, երբ որ նայում ես այդ լուսավորությանը, երբ որ նայում ես այդ բեմերին, այդ շքեղությանը, այդ ժողովրդի շադությանը եւ այլն, ու նայում ես քո խեղճուկրակ, ասենք խոսքի հիվանդի ես այցելում, մի հատ ինչ-որ ընտանիք կա, որ քայքայման եզրին է, գնացել ես մարդ էլ տեղեկություն չունի, ասենք, իր ունե իրանց տունը, աստվածաշունչը վերցրել ես, ոչ մեկն էլ չի իմացել, ոչ էլ իմանալու է եւ այլն, բայց ստացվել է, ինչ-որ բան է ստացվել եւ իրանք շարունակել են իրանց կյանքը եւ այլն, բայց երբ որ դու նայում ես այդ ամեն ինչի, այդ դու որ կայտակղվում ես, բայց ինչ կլինի սովորական ժողովուրդը հասկանում ես, որ եւ դրա համար սիրելիներ Թող Աստված մեզ օրհնի, որ ինչպես Աբրահամ եղբայրը ասեց, քչի մեջ հավատարիմ է կամ ինքա ասպես ասում, ով հավատարիմ չէ քչի մեջ, հավատարիմ չէ նաև շատի մեջ, հա? Եվ հետո ասում է, եթե դու քչի մեջ հավատարիմ չես, ով կդա քեզ շատը։ Եթե մեկը ինձ մոտ աշխատում է, ես իրան մի փոքրիկ գործի եմ տնում եւ տեսնում եմ, որ հավատարիմ չէ։ Ես իրան առաջ կքաշեմ, ավելի մեծ բան կվստահեմ, չէ, իհարկե չեմ վստահում։ Այն ծառայությունը, որ դու պետք է անես ինքդ քո հետ, քո ներսը փոփոխության ենթարկվի, նոր մարդ դառնալու նպատակ ունենաս, նոր վերստին ծնունդի արդյունքում եւ դա քեզ քիչ է թվում։ Այն մեծ ծառայությունների դիմաց, այստեղ շատ վտանգավոր է։ Ես լրիվ քեզ հասկացա ինչ ես ասում։ Ես ոչ թե քննադատում եմ եղբայրը։ Չէ, ես էլ եմ հասկանում ես, այդ չեմ ասում։ Ես էլ երբեմն այդպես եմ։ Ինչն է մեծ ասոմոտ եւ ինչը փոքր, կրշերտները բոլորովին տարբեր։ Այո, բոլորովին տարբեր։ Մենք կգա ժամանակ, հա, կգա։ Այն որ քիչ էր թվում, դա է կարևոր։ Մեծ է լինելու էլի, հա։ Հիմա ես մի հատ օրինակ ասեմ ավետարան։ Ես լրիվ համաձայն եմ։ Դա մաքուր ավետարանն է, եղբայր։ Բոլորս ճանաչում ենք Բոլորս գիտենք Այցեմնիկի անունը։ Լավ օրինակ է շատ։ Այցեմնիկի անունը գրված է Սուրբ Ավետարանի մեջ։ Համաշխարհային դեմքը Այցեմնիկը ամբողջ աշխարհը ավետարան կարտացող մարդկանց ամբողջ այդ աշխարհը լսել է նրա մասին։ Ինչ գործ էր անում Այցեմնիկը։ Կարգադանանող էր։ Կարգադանը գիտեք ինչ, հիմա մարդիկ չգիտեն կարգադանը ինչ է, որ շորերը ծագում էր, ասենք շալվարները, այսօր քերձը թափում ենք ախտը։ Հա, հիմա դե շարք ասում որ ճոխություն է, անջուն եմ ասում։ Ես հիշում եմ օրինակի համար, որ ասենք եթե շալվարը ծագել էր, հետևի կողմից մի հատ շոր էին տնում եւ այդ շորը կարկատում էին։ Ես ունեցել եմ այդպես։ Այցեմնիկը հենց այդ էր, երբ որ Այցեմնիկը մահացել էր, եկել էին հավատացյալները եւ այդ շորերն էին ցույց տալիս կարկատան արած, հա? Եվ նրան գիտենք Պետրոսը եկավ, ես այդ չեմ ուզում ասել, նրա անվան մասին եմ ասել, դե ինչ մեծ քննադատական տվեց Աստված նրան։ Կարելի ասել հեղինակություն, ես ինչ էլ կարկատանով մի հատ կնիկ, հա? Երկու լումակցող կնոջ մասին ամբողջ աշխարհը գիտի։ Այրա տեսակներն են աշխարհը փոխում։ Դե որն է մեծ, հա, Աստծո համար։ Այդ որ $1000 գծողների անունն է գրած այնտեղ։ Ոչ մեկի անունն էլ գրած չի։ Բայց այն երկու լումակցողին է, որովհետև սրտով գծեց եւ այլն եւ այլն։ Բայց վերադառնանք սիրելի եղբայրներ քույրեր։ Հա, մենք 15 րոպե ունենք։ Դրա համար ես ավելի արագ կասեմ, մի երկու օրինակ էլ կասեմ։ Չարընկերակցությունների մասին ասեցինք։ Գաղատացիների 6-րդ գլխի 7-րդ խոսք եմ կարդում։ Էլի գրված է մի խաբվիկ։ Աստված ծաղր չի լինի։ Վաու։ Որովհետև ինչ որ մարդը սերմ է, այն էլ կհնձի։ Իր մարմնի մեջ սերմողը մարմնիցը աբագանություն կհնձե եւ հոգու մեջ սերմողը հոգուցն հավիտենական կյանքը հնձե։
ուրեմն մի խապնվիկ ինչ որ ցանեք այն էլ կհնձեք ինչ մենք ինքներս մեզ հարց տանք այստեղ ու շարունակության մեջ մի քիչ ավելի պարզաբանում է դե ինչի մասին է մարմնի մեջ ցանել եւ հոգու մեջ ցանել մարմնի ցանածը ավականության է մեզ տանելու հոգու մեջ ցանածը հավիտենական կյանքի է մեզ տանելու պատերազմը կանգնեցնելու իմ աղոթքները ոչինչ են խապված եմ ես եթե իմ կյանքը այս աշխարհին է պատկանում եթե ես մարմնի մեջ եմ ցանում գիշեր ցերեկ բայց անկեղծ աղոթում եմ առ Աստված որ պատերազմները դատարեն նպատակ անգամ չունեմ հոգու մասին մտածելու հոգու կերագուր տալու հոգու մեջ սերմանել ինչ է նշանակում հոգին կերագրել խոսքել ու փայփայել երբ որ մի դժբախտություն ես տեսնում չի եղել կյանքիդ մեջ որ ձեռդ կերգարеш որ դու որևէ կերպ օգտակար լինեիր այդտեղ Էդի հոգի դա քեզ ասում, հա? Հոգու դասում ես, լավ աղբորպես է, անցավ գլուխս տնեմ ցավի տակ, գնամ ինձ համար հանգիստ, մարմնից մեջ ցանեմ, հանգիստ պարկեմ ես։ Բայց աղոթում ես, որ այնտեղ արել ենք մենք դες բան, բոլորս էլ արել ենք։ Եվ շարունակում ենք անել այդ տեսակ բաներ, բայց աղոթքի ժամին ասում դեր Աստված, հրտիրները, չգիտեմ ինչերը, ես խո չեմ ասում լավ են անում, որ անում են, հիմա կասեն, հեշտ պետք չի որ դες բաներ, ոչ, ես այդ չեմ ասում, Սուրբ Գիրքն ասում սիրելիներ, հա, մի խապտվիկ ասում է, մի խապտվիկ, եթե դուք մարմնի մեջ եք ցանում, եթե դուք մարմնական կյանքով եք ապրում, եթե միայն այդ է ձեր նպատակը, մի անգամ ստեղ էլի կարծեմ կարդացինք, եթե միայն այս կյանքում ունենք Հիսուսի վրա հույս, բոլոր մարդկանցից դժվարական ենք, բոլոր մարդկանցից խեղճ ու կրակ ենք սիրելիներ։ Եթե մեր նպատակը Հիսուսին հավատացել ենք միայն նրա համար, որ ինքը մեզ այս կյանքի մեջ մենակ բարգավաճ կյանք պարգևի մեզ եւ այլն, բոլոր մարդկանցից խեղճ ու կրակ ենք սիրելիներ։ Ուրեմն մի խապտվի գրված է մարմնի մեջ ցանողը Եվ մարմնիցը աբականություն կորդը մարմինը աբականվում է, մեր վրա է աբականվում, մենք տեսնում ենք, ես 40 տարի առաջ այսպեսին չէի, բայց աբականվում է, հա? Իսկ հոգու մեջ ցանողը, հոգուց հավիտենական կյանք կժառանգի։ Եվ մի տեղել եմ ուզում կարդալ, էլի խապվելու մասին, Հակոբոս Առաքյալն է ասում է, բայց այդտեղ շատ հետաքրքիր է ասում, բայց ասում է խոսքը կատարող եղեք եւ ոչ միայն լսողներ, վերջը լսեք, ձեր անձերը խաբելով։ Խոսքը կատարող եղեք եւ ոչ թե լսողներ։ Մեզ թվում է թե երբ որ մենք խոսքը մենակ օրինակ դե ես իմ գործի բնույթով երկար տարի արդեն 30 տարի, ավելի տարի նույնիսկ նայել եմ օրինակ այսպիսի լսողներ եմ տեսել, որ այնպիսի դեմք են ընդունում լսելու, որ կարծում ես թե ասենք ինքը գիրքը ուդում է, ոչ թե լսում, այլ ասենք այնպիսի ուշադրության դեմք ընդունում, այն տեսակա նայում, այն տեսակա բանանում, որ ասենք, բայց որ կյանքին նայում ես որ մարդու կյանքին նա ասում են այդ դերասանությունը մեր մեջ կա մենք դες հասկանում ես խոսք ու դրանով մենք թվում է թե մենք եկեղեցուն խապեցինք որ եկեղեցու մարդիկը մեզ նայեցին թե ինչքան ուժեղ լսող կրոնավոր տեսք ես ընդունում ինչքան ուժեղ լսող է այս քույրը այս եղբայրը հա բայց տեսեք Հակոբոս ինչ ասում է խոսքը կատարողներ եղեք եւ ոչ թե լսողներ ձեր անձերը խապելով, այսինքն դու ոչ մեկին չես խապում, ինքդ քեզ ես խապում, դու քեզ ես խապում։ Այսինքն հետո ինչ որ լսում ես, եթե կյանքիդ մեջ փոփոխություն չկա, հա? Այսինքն ինչ։ Չէ, իրան թվում է թե ինքը կարողացել է ուժեղ տպավորություն կազմել եկեղեցում, որ ինքը ուրիշ տեսակի լսող է, ինքը նման չէ ոչինչ։ Դա էլ կա, կեղծիքը։ Հնարավոր է չի լսում ինչ ես ասում, դեմքն ամենակը դենց, հա։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել, հասկանում ես, բայց բդուկներից կճանաչվի ծառը գրված է։ Չէ։ Այսինքն դա է, այսինքն։ Եվ դրա համար մենք պետք է գիտենանք, որ նաև ոչ միայն սատանան ոչ միայն այլոք, ոչ միայն չար ընկերակցությունները, ոչ միայն սխալ սերմելը մեզ կարող են խապել, այլ մենք կարող ենք ինքներս մեզ խապել։
Այո։ Ինքներս մեզ խապել, մեզնից էլ պիտի զգուշանանք։ Մեր գլխավոր ճշտամիներից մեկը ամենագլխավոր գնացեք հայլու մեջ նայեք տեսնեք ով է։ Գարին եղբայր ստախոսների մասին, որ գրված է հայտնության մեջ, որ նրանց տեղը կրակի լճի մեջ է լինելու, դա ոչ թե միայն ես վստահ եմ կհասկանաս ինձ, ոչ թե միայն են որ սուտ են խոսում դրա մասին նա համարվում ստախոս, այլ որ սիրում է խապվել, ստել ինքն իրան եւ ստել մարդկանց։ Մենք այնքանով ենք սուտ խոսան, թույլ միած sense հետաքրքիր բանաձև ասենք։ Այնքանով ենք սուտ խոսան, որքանով որ սիրում ենք խապվել։ Այո։ Ճիշտ նույն համաչափ բանով, չափորոշիչով։ Հիմա դες այսօր մենք մեր սիրելի քույրիկներին շնորհավորեցինք ու մեր սերդի մաղթանք ասեցինք եւ այլն։ Այսպեսի ասացված կա, ռուսներն են շատ ասում են կանայք սիրում են ականջներով։ Լսել ես այդպեսի բան, այսինքն ինչ է նշանակում, հա։ Սիրում են, երբ որ իրանց գովում են։ Այո։ Խորամանկ մասնագետներ կան, որ գովելու գիտեք ինչ են, պրոֆեսորներ են, էլի ասենք։ Դա է ասում, պահանջարկը ծնում է առաջարկ։ Եվ սկսում են, այդ դու ասում ես սիրում են խապվել։ Այո։ Էդի հենց էդա, հա։ Դա է ստախոսությունը։ Ահա, ես սիրում եմ խապվել։ Ու սկսում է, այն Սայատնովա մի հատ երկուն էր, չկա քիզի նման, հա։ Ու սկսի, չկա քիզի նման։ Քո բոյը, քո պուսատը, քո աչքերը, քո խելքը, քո մտածելակերպը։ Էйֆորիա է ստացվում։ Ու ինքն էլ ուռում է իրան։ Հələ փորձվի այդ դրանով կերակրված քույրիկին, հələ փորձվի մի հատ դիտողություն արա։ Կրակը խնդես, եղբայր ջան, սա ինչ է, սա քո ասածն է, որ ինքը սիրում է, որ իրան խապեն։ Այո։ Ինչ սարսափելի բան է սա, հա, սիրում է, հələ տեսեք դու մենք քրիստոնյա ենք կոչում մեզ, հա, որովհետև Քրիստոսի հետևորդները պետք է լինենք։ Բերեք բացենք ավետարանը, հենա մեր առջև տրված է ավետարանը, ով գիտի մի տեղ, որ Քրիստոս գովում է մեզ մարդկանց։ Ես այդպիսի տեղ չեմ տեսել ավետարանի մեջ, որ դուք լավն եք, ձեզ նմանը չկա, այլ ինչ ենք լսում ավետարանից։ Կեղծավորներ, բացահայտումը, շնացողներ, բացահայտումը, այո, իժի ծնունդներ, մեզ ասած ես խոսքերը։ Բայց այդպիսիների համար իր սուրբ արյունը թափեց Աստված։ Սիրելիներ, այդ Աբրամի ասած այս սիրում ենք խապվել, այսա մեծ ճշմարտություն է։ Դրա համար էլ սիրում ենք այնպիսի խոսքեր լսել, ասում եք կգա ժամանակ, որ ողջամիտ վարդապետությանը այլևս ագան չեն տնի, իսկ ողջամիտ վարդապետությունը ո՞րն է, երբ որ քո թերությունները քո առջևդ ասում են, դա է ողջամիտ վարդապետությունը։ Ասում են նրանք իրանց համար վարդապետներ կտիզեն, ասում եք կտիզեն, որ իրանց ականջը շոյի։ Այն ինչ որ դու ասում ես, իրանք սիրում են խապվել, հասկան, դիտն են այդպիսիներ։ Ես օրինակ տեսել եմ, էլի, դուրս է գալիս քարոզի ճպեմ, ես իմ հարուներով մարդիկ են նստած բան, սպես է սկսվում քարոզը։ Դուք լավն եք, դուք կես եք, դուք են եք։ Սիրելի եղբայրներ, քույրեր, թող մենք բոլորի կողմից ադելի լինենք, բայց 2-3 հոգու ճշմարիտ վարդապետությանով վարակող լինենք սիրելիներ, որ մարդը կարողանա իրոք տարբերել սևը սպիտակից։ Նայ, որպեսզի ավելի լավ ճշտում պարզաբանում բերենք, այո, ավետարանի մեջ կա, օրինակ մենք Քրիստոսով նոր արարածներ ենք, մենք թանկ գնով ենք գնվել, մարդկանց ծառա չլինենք, կա քաջալերական խոսքեր, բայց այս հավասարակշռությունն է խախտվում։ Մենք թանկ գնով ենք գնված, դու ասում ես։ Դա խոսում է մասին, որ մենք լավն ենք։ Չէ։ Դե մասին չի խոսում, այլ մեզ համար թանկին ավճարել Քրիստոս մեր փրկության համար։ Դրա համար եմ ասում, Գառնի եղբայր, այդ հավասարակշռվածությունը։ Վերստին ծնված մեկը, հա։ Օրինակ կա այս կողմը, որ վայ մենք շատ վատն ենք, մենք անարժան ենք, մենք
Այդ տենց է քարոզներ կան, որ երբեմն մարդուն անլիարժեք դա էլ է կորցնում հավասարակշռությունը։ Այս երկուսը միաժամանակ պիտի քարոզվի։ Այո, հասկանում ես, մեզ պետք չէ մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ։ Հասկանում ես, ոչ պետք է որ մենք մենակ են քարոզենք, որ մենք թանկ ենք, որ մենք էս ենք, որ մենք են ենք, որ մարդը անպարտավան դառնա։ Քրիստոսի սուրբ արյունն է թափել քո մեղքերի համար։ Շնություն ես արել, ոչինչ, չվախենաս, գողություն ես արել, ոչինչ։ Դու ինչ գիտեմ, սուտ ես քո, պետք չի այսպես խաբել։ Պետք չի այսպես խափնվել։ Ճշմարտությունը այն է, որ այո, մենք անարժան ենք, մենք մեղավոր ենք, շնացող ենք, շնացող ենք, խապեպա ենք եւ այլն, բայց նույն րոպեին պետք է ասել, բայց Տերը իր սուրբ արյունով սրբեց, մաքրեց, ես կարծացի նոր, տեսեք, կներեք, ես մի հատ այդ տեղը նորից մի րոպե Եվ մի քանիսները դա այդպիսին էիք, տեսեք ավետարան ինչպիսին է, հիշեցրեք, շնացող եք, ես եք, եւ ինչ ասում, եւ մի քանիսները դա այդպիսին էիք, բայց լվացվեցաք, բայց սրբվեցաք, բայց արտարացաք Տեր Հիսուսի անունովը եւ մեր Աստծո հոգովը։ Շատ ճիշտ է։ Այս սրանք իրար հետ են միշտ։ Ես երկուսը միշտ իրար հետ գնում են, սա է ճշմարիտ վարդապետությունը, եղբայր ջան։ Եվ ոչ թե մենակ մեկը կարտանք, օրինակ եթե ես մենակ կարտամ, բայց դուք սրբված եք, դուք արտարացած եք, դուք Հիսուսի անունով, всё, էլ չեմ ասում թե ինչպիսին էինք մենք։ Որտեղից որտեղ հայտնվեցինք։ Այո։ Մի խոսքով, եթե այսպես կարճ ամփոփենք, սիրելի եղբայրներ, քույրեր, որ մեր հոգու համար երկու ուժեր մեծ պատերազմ են մղում։ Մեկը խաբելով ուզում է մեր հոգին դժոխք տանել, մյուսը ճշմարտությամբ ուզում է մեզ հասցնել երկինք։ Թող Աստված մեզ օրհնի, Պողոս Արաքյալը մի բան եմ ստեղ գրել, որ կարդամ, որ սատանան մեզ զրկանք չանի ասում է, որ նրա խորհուրդներին անտեղյակ չենք։ Մենք պետք է տեղյակ լինենք նրա խորհուրդներին, սիրելիներ։ Որ չասեիր Գառնիկ եղբայր, մեղք էր գործել։ Մեզ պետք է սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, ռուսերեն ասում է нам не безизвестны его умысли. Մեզ անհայտ չեն նրա խորհուրդները, թակարդները, սատանայի մասին։ Մեզ անհայտ չեն, Պողոսն ասում է։ Այո, մենք գիտենք։ Մենք գիտենք։ Մենք էլ պետք է գիտենանք սիրելիներ, որ մեզ չկարողանայինք ինչպիսի թե պատերազմով խապի մեզ։ Մենք այսօր պատերազմի թեման վերցրեցինք, որտեղ ինքը շատ հռնդուն է, հասկանում ես, եւ ինքը շատ տանող է, ուշադրություն գրավող է, հոգեվոր, ամեն ինչ տանում է քեզնից, եւ դու թողնում ես քո կյանքիդ կարևոր հարցերը, քո կյանքիդ, քո անձնական կյանքիդ։ Քեզ փոքրիկ են թվում քո սադախոսությունը, քեզ փոքրիկ է թվում մյուս տեսակի մեղքերը, երբ որ նայում ես դու այդ հրթիռներին եւ մոռանում ես քո հրգության մասին։ Դրա համար Սուրբ Գիրքը մեզ ասում է. զգույշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե։ Հետո ասում կլինեն պատերազմներ, էս են եւ այլն եւ այլն։ Եվ հետո հիշենք, որ Տեր ասեց, այդ ամենը պետք է լինի։ Տերը օրհնի ձեզ, սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, շնորհակալ ենք Աստծուց այս տերունական օրվա համար, այնքան եմ տենց ասում Կիրակի օրը։ Մեր համար միշտ Կիրակ է։ Այո։ Շնորհակալ ենք Աստվածանից, որ ունենք այսպիսի հնարավորություն ժամանակ առ ժամանակ հանդիպելու, ինչ ասեմ, իմ գործորս է դա, որ մենք չխափնվենք։ Զգույշ կացեք գրված է, որ մեկը ձեզ չխաբե։ Ամեն։ Գառնիկ եղբայր, շատ շնորհակալություն, շատ արդիական թեմա է, մանավանդ որ ոնց ասեմ, սատանայի համար գրված է այսպես բնութագրի մեջ, որ նա ստերի հայրը, այսինքն ծնում է ինքը սուտ, ինքը արտադրում է, սուտ եթե ուզես լիքն է,
լիքն է սուտը։ Ինչ որակի ուզում ես։ Ինչ որակի, ինչ տեսակի, ինչ գույնի, ինչ խորությամբ, ասած ես ուզում։ Հա, չէ, դաստով ես ուզում, թե մի հատ ոնց ուզում ես, ինքը պատրաստի կա եւ գնալով դա ավելի է զարգանում։ Սուտը ամեն ինչ։ Աշխարհը ստի, կարանք sense ասեմ, աշխարհը իր համակարգը հենված է ստի վրա։ Դե ինչի վրա է։ Այո։ Սուտ ասելով մարդիկ գոյատևում են, որովհետև աշխարհը չի ապրում, կյանք չունի։ Կյանքը Քրիստոսն է։ Եթե չկա Քրիստոս, չկա կյանք։ Աշխարհի համակարգը այսպես է, գոյատևի ոնց կարաս։ Ոնց կարաս գոյատևի։ Տեսար որ ցույց տվեցին թե ինչպես ամերիկացի ճանաչված քարոզիչներ, ճանաչված հովիվներ հավաքվել էին իրենց նախագահի մոտ եւ աղոթում էին իրենց նախագահի համար։ Հա։ Ես նայեցի։ Բայց չի գրված թե աղոթի նյութը ինչ էր, ինձ անտանելի հետաքրքիր էր։ Թե ինչ էին աղոթում։ Ինչ են, հա, իսկական լուրջ եմ ասում էլի։ Ապաշխարության աղոթք էին հրավիրել թե աղոթելը շատ լավ, չասվեց այդպես էլ, չկարողացա ես հասկանալ թե ես չեմ ուզում տադել, չեմ ուզում ոչինչ ասել։ Ինչի մասին։ Ես տեսա, որ հավաքված էին, ձեռքերը տրել էին, հա, մեկը մյուսի ձեռքերը բռնած եւ այլն, աղոթք էին անում աս։ Ինչի մասին էին աղոթում։ Զգուշ կացեք, որ մեկը ձեզ չխաբի։ Թող Աստված օրհնի մեզ։ Մանավանդ կրոնական հարցերի շուրջ, ասենց կրոնական աշխարհի մեջ դա շատ ավելի օրինակ մենք կարանք բացահայտենք որպես քրիստոնյաներ բացահայտ սուտը աշխարհիկ իմաստով, բայց դա դեռ բավարար չի, որովհետև կա կրոնական ստեր, որոնք այնքան ծածկված են մի քանի քովով, որ դա անհնար է, եթե դու ավետարանը չիմանաս եւ Քրիստոսին չճանաչես, ճշմարտությունը յուրաքանչյուր քրիստոնյա պոտենցիալ թիրախա խապվելուն կրոնական իմաստով։ Այո, իր առաջի թիրախը հենց նրանք են, ովքեր որ ճաշակել են ճշմարտությունը, ովքեր որ գիտեն ճշմարտությունը եւ նա փորձում է դու մեզ էլ է խապում, մենք էլ ենք խապնվում, հետո ենք հասկանում, ազար ինքը իմ լուսահոգի հայրս ասում էր, սատանան ասում է, ինքը ուղագի մոլորեցնող չէ, ինքը ուստա մոլորեցնող է։ Ուստան էլ ուստա 6000 տարվա փորձ վարպետ մոլորեցնող է։ Այո, շատ ուժեղ։ Եվ այդ խոսքը որ կարդացի, որ մենք չգիտցողներ չենք սատանայի գործերը։ Դե ավելի դրուսերենից եւ ասենք, որ մեզ, այո, մեզ պետքա հայտնի լինեն իր բոլոր թագարտները, չպիտի կարողանա մեզ խապել։ Այսինքն մենք որ ասում եկեղեցին ինչի համար Աստծո խոսքը ինչի համար ենք լսում, հենց դրա համար ենք լսում, որ մեզ դժվար լինի խապելը, որ չկարողանանք մեզ խապել։ Ինքը Տերը մեզ օրինակ թողեց փորձության անապատի մեջ։ Նա հետաքրքիր բան կա։ Օրինակ ես ապաշխարել եմ աստվածպաշտության կյանքով եմ ապրում, որը շատ որոշիչ է։ Գնամ երկինք, որ դժոխք չգնամ, որ իմ գործերս լավ լինեն, Աստված ինձ լավ աշխով նայի, լիքը որեր կա, բայց կա բարձր աստիճան, սանդաղակ ավելի բարձր, որի մասին այսօր խոսքը, որ ես աստվածապաշտեմ, որ չխապնվեմ, ինչ լավ հարց է, դրախտի մեջ, այո, դրախտի մեջ, դրախտը ոտքերի տակն է Եվա, ինչ ես ուզում էլ աշխարհից, ինչ ես ուզում։ Դրախտը քո մեջ պետք է լինի։ Եկավ խապեց։ Բայց Հիսուսին սոված 40 օրվա, հա, դարավ անապատի մեջ չկարողացավ խապել։ Ինչ լավ օրինակ էր Գառնիկ եւ չկարողացավ խապել։ Չէ, եւ թույլ կողմերի, մարդու թույլ կողմի աչքերի ցանկությունը եւ այս կյանքի անբարտավանությունը, հա? Աչքերի ցանկությունը մեկ է ինչի ցանկությունը փոխեց պլոթի ռուսերեն ասում է մարմնի ցանկությունը, հա? Մարմնի։ Այդ երեկով փորձեց մարմնի ցանկությունը սոված էր 40 օր աճ չէր կերել, հա? Սա քարերին ասա թող հասնեն։ Եթե մենք չգիտենք Աստծո խոսքը, մեզ օրինակ թողեց, Տերը կարար ինչ աներ, 12 լեգիոն հրեշտակներ կանչեր, ես ինչ գիտեմ ինչ աներ այդ սատանային, չէ։ Ինք ասեց գրված է, ինչ է գրված, ոչ միայն
հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից է։ Այսինքն գրվածը պետք է գիտենանք, դա է մեր պաշտպանը, մեր զենքը այդ գրվածն է, եւ դուք, ինչպես կարտացինք, ունեք ճշմարիտ մարգարեական խոսքը, եւ դուք լավ եք անում, որ դիմում եք դրան։ Ինչպես մի ճրակի, որ լույս է տալիս մութ տեղը։ Տերը թող օրհնի մեզ, սիրելիներ, որ մենք իրոք այդ խապվելը չսիրենք, խապելը չսիրենք եւ ունենանք այդ զենքերը, որ մեզ չկարողանա ոչ մեկը խապի։ Գրված է զգույշ կացեք, որ մեկը ձեզ չխապի։ Ամեն։ Շնորհակալություն։ Տիրոջը փառք, եղբայր։ Ես կառաջարկեմ աղոթել սիրով աշխարհի խաղաղության համար։ Աղոթենք, սիրով, աղոթենք։ Ես չասեցի չաղոթենք, եղբայր։ Ես այդպես չասեցի։ Նախ սուրբ գիրքը կարտացիք ինքը ինչ ասեցի։ Ես լրիվ քեզ հասկանում եմ։ Ես քո հետ եմ, եղբայրս։ Ուղղակի էսի տենց կատակով բանաս։ Մեր սիրելի հայրը, որ երկնքումն ես, մենք փառավորում ենք քո սուրբ եւ թանկագին անունդ, որ դու այս կրակների, այս թոուբոյի մեջ, այս պատերազմների ու արյունահեղությունների մեջ մեր հայացքը ուղղում ես մեր հոգիների փրկությանը։ Զգույշ կացեք, որ որևէ մեկը ձեզ չխաբե։ Ձեր գլխավոր գործը ճշմարտության ու լույսի ճանապարհները գտնելն ու նրանցով քայլելն է։ Շնորհակալ ենք Տեր, օգնիր մեզ, որ ոչ մեկը չկարողանա մեզ խաբել, օգնիր մեզ Տեր, որ այս հռնդացող կրակները, այս ես ինչ գիտեմ, ինչ արյունահեղությունները, մեր ուշադրությունը չգրավեն այն աստիճան, որ մենք տարվենք այդ աղոթքներով, մոռանալով մեր մեղավոր կյանքը, մոռանալով մեր մեղքերն ու անիրավությունները։ Քրիստոս Աստված, ինչքան ես դու կատարյալ, ինչքան ես դու իմաստուն, ինչքան Տեր, որ իմ խելքս, իմ հասկացողությունս չի կարող հասկանալ, քու խորհուրդներդ իմ խորհուրդներս չեն, եւ քու մտքերդ իմ մտքերս չեն, եւ քու ճանապարհներդ իմ ճանապարհներս չեն, եւ գրված է, որ ինչքան որ բարձր է երկինքը կետնից, այդքան բարձր են քու խորհուրդներդ, մեր խորհուրդներից ու ճանապարհներդ մերիններից։ Շնորհակալ ենք Տեր, նաեւ այս քաղցր առավոտի համար, որ մեր ոտքերը ուղեցիր այստեղ, որ մենք մեր օրը սկսեցինք քու ճշմարտության խոսքի շուրջ զրուցելով։ Աղոթում եմ սիրելի քույրերիս ու եղբայրներիս համար, ովքեր միացած են մեզ, ովքեր լսում են այս խոսքերը, թող ոչ մեկը չկարողանա մեզ խաբել, օգնիր մեզ, որ մենք չխաբվող տեսակը լինենք քրիստոնյաների Տեր, օգնիր, եւ խոստովանում ենք, որ ժամանակ առ ժամանակ մենք էլ ենք խաբնվում, ժամանակ առ ժամանակ մեզ էլ է Քրիստոս Աստված այս մեր հոգու թշնամին այդ խայծը տալիս եւ հաջողվում է նրան Տեր։ Դուր մեզ այդ զորությունը, դուր մեզ այդ իմաստությունը, այդ ճրակը թող միշտ վառ մնա մեր սրտերի մեջ, որպեսզի մենք կարողանանք լույսի որդիներ լինել։ Փառքը քեզ, պատիվը քեզ, երկրպագությունը քեզ, Սուրբ եւ հավիտենական Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հիմա եւ ընդմիշտ եւ հավիտյանս։ Ամեն։ Ամեն։ Փառքես Տեր։ Փառք Տիրոջը, Գարնիկ եղբայր, շնորհակալ ենք մեզ, այսպես ասած, մեր ուղեցիրը նորից բերելով մեզ այս խոսքը մեր ուղեցիրի մեջ, դարձնելով մեզ այն եզակի վերստին ծնված մարդկանցից, ովքեր Աստծո որդիներ են, դարձնելով մեզ իմաստուն եւ հասկանալու որտեղ է գտնվում խաբկանքը եւ ուղակի մերժելով դրան։ Մենք պետքա սիրենք ուրեմն չխապնվելու այս կարևոր գործընթացը մեր կյանքի մեջ շարունակել, մեկնարկի չխապվելու գործընթացը։ Սա շատ կարևոր է հոգևոր մարդկանց համար, առողջ, ողջախոհ, հասկացող, որոշիչ, վերլուծող իրավիճակները եւ ընտրելով Աստծո խոսքը հաղթական լինել ամեն փորձին, ովքեր կփորձեն խաբել մեզ։ Սա շատ կարևոր է, շնորհակալություն։ Գարնիկ եղբայր, Տեր օրհնի քեզ շատ։ Մենք նորից առաջ Աստված կհանդիպենք հետագայում։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մնաք խաղաղությամբ, առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրաթա, Տերը շուտով գալու է։ Տեր օրհնի։